2026-ի հունվարի 1-ից Ռուսաստանում ավելացված արժեքի հարկի դրույքաչափը 20-ի փոխարեն դարձել է 22%։ Միջոցները կուղղվում են պաշտպանությանն ու անվտանգությանը։ Ռուսաստանի ֆինանսների նախարարության գնահատմամբ սրա ազդեցությունը երկրի գնաճի վրա 1%-ային կետի չափով կլինի։ Միևնույն ժամանակ կպահպանվի 10% արտոնյալ դրույքաչափը սննդամթերքի, դեղորայքի, բժշկական ապրանքների, մանկական ապրանքների, պարբերականների, գրքերի եւ բուծման կենդանիների համար։ Բյուջեի ճեղքվածքը Ռուսաստանի Դաշնության 3 անգամ արդեն գերազանցել է դեֆիցիտը եւ ստիպված է դեֆիցիտ ծածկելու համար պլանավորել են այս 2% ավել ԱԱՀ-ի գանձումը, որը ըստ իրենց հաշվարկներով շուրջ 1 տրիլիոն ռուբլի է ապահովելու հավելյալ պետական բյուջե, որը նաև կուղղվի իհարկե ռազմական ծախսերի ֆինանսավորմանը։ Հաշվի առնելով, որ մեր երկրի ներմուծման մի մասը բաժին է ընկնում Ռուսաստանին, լուրերը դիմեց Հայաստանի կենտրոնական բանկ, պարզելու արդյոք այս որոշումը մեր գնաճի վրա կարող է անդրադառնալ։ Ազդեցությունը մեր տնտեսության մեր գնաճի վրա կլինի ոչ էական, բավականին փոքր։ Բնականաբար, կարելի ասել մինչև ամսական մեկանգամյա ազդեցություն 0.1-0.2%-ային կետի չափով։ Բայց պետք է ասել, որ բավականին մեծ անորոշություն կա այս գնահատականի շուրջ, ինչը կապված է թե Ռուսաստանի ներսում այս դրույքաչափի փոփոխության ազդեցությանը ներքին գների վրա Ռուսաստանի, որը պայմանավորված կլինի թե ներքին պահանջարկի պայմաններով, դրա փոփոխությամբ, վարքագծային փոփոխություններով Ռուսաստանի տնտեսությունում եւ այլն, ինչպես նաեւ փոփոխության պարագայում դեպի Հայաստան, դեպի մեր ներքին գները, թե ինչքանով իրանք կմտնեն մեր ներքին շուկայի գների մեջ, որը եւս բազմաթիվ գործոններից է կախված։ Տնտեսագետ Կարեն Սարգսյանի խոսքով 2% դրույքաչափի փոփոխությունը էական ազդեցություն չի ունենալու Հայաստանի վրա։ Նշում է, միանշանակ չէ, որ այն միանգամից կկիրառվի գների վրա։ Եթե այդ վաճառքի մարժան բավական բարձր է, այդ դեպքում վաճառողները նաև այդ մարժան կրճատելու հաշվին, այսինքն վերջնական սպառողի վրա այդ բեռը չեն դնի, իրենք իրենց ոնց որ մարժան կարող են կրճատել, իսկ տեղեր կա, որտեղ մարժան քիչ է, ստիպված իրենք այդ ավել հարկային բեռը կփոխանցեն վերջնական սպառողին։ Քանի որ մեր մոտ արտաքին առևտրաշրջանությունը գնալով ավելի դիվերսիֆիկացվում է, մենք այստեղ որևէ խնդիր չունենք, այսինքն մենաշնորհային, այսպես ասած, կախվածություն ինչ-որ մի երկրի, ինչ-որ մի ապրանքից, ցանկացած ապրանք, որը հնարավոր է այլ երկրից ավելի էժան գնել, կարծում եմ մենք փորձենք այդ երկրից ներկրել եւ սա ազատ շուկայական հարաբերությունների, ասենք, օրինաչափություններին համահունչ։ Ազդեցությունն առաջին հերթին կլինի ոչ պարենային բնույթի ապրանքների վրա, կարծում է Վազգեն Պողոսյանը։ Սովորաբար կենտրոնական բանկերը մեկանգամյա գնաճային գործոններին արձագանքում են այն դեպքում, երբ բնակչության կամ տնտեսվարողների շրջանում վարքագծի փոփոխություն են նկատում, շեշտում է գլխավոր դրամատան վարչության պետը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում գնաճային միջավայրը գտնվում է մեր թիրախային մակարդակի շուրջ, հաշվի առնելով այն, որ նաև այդ փոփոխության ազդեցության չափը բավականին փոքր է, չենք սպասում մեծ ազդեցություն, այդտեղ երևի թե ռիսկեր դրամավարկային քաղաքականության տեսանկյունից ռիսկերը էական չեն, որոնց որ կարելի է արձագանքել, բայց բնականաբար կենտրոնական բանկի խորհուրդը մշտադիտարկում է տնտեսության զարգացման բոլոր սցենարները, բազմաթիվ սցենարներ եւ պատրաստ է որոշակի ռիսկերի նյութականացման կամ արկայության պարագայում համարժեք արձագանքել իրավիճակին ապահովելու համար միջնաժամկետ մեր 3% գների թիրախը եւ գների կայունությունը Հայաստանի Հանրապետությունում։ Մասնագետները հիշում են, 2019-ին եւս Ռուսաստանը բարձրացրեց ավելացված արժեքի հարկի դրույքաչափը 18-ից 20% եւ դրա ազդեցությունը մեր գնաճի վրա դարձյալ աննշան էր։ Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։